Հայաստանն ու Պակիստանը փոխադարձ ապարտեսպանություններ հիմնելու գործընթացի մեջ են, այս մասին ասավ Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան ազգային ժողովի արտաքին հարաբերություններու մշտական հանձնաժողովի մեջ ներկայացնելով Հայաստանի արտաքին նախարարության 2025 թվականի գործունեության զեկույցը։ Դարիներ շարունակ խնդիր կար այդ թնջուկ մներ, որ կգապվեր նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններով։ Անցյալ տարի հաջողություն ունեցանք հասնելու փոխմբռնման, նաև պակիստանյան կողմն իր կողմեն բավական մեծ հանդիսավորություն հաղորդեց այս փաստին։ Հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ եւ տեսփաններ հավատարմագրելու գործընթացի մեջ ենք, ասավ Միրզոյան։ Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան կգարձե, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը բավարար չափով հասունցած է, որբեսի երկու երկիրներու միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվին եւ սահմանը ամբողջությամբ բացվի։ Արտաքին գործոստնախարարը այդ մասին հայտնեց ազգային ժողովի արտաքին հարաբերություններու մշտական հանձնաժողովի նիստին, պատասխանելով ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քեղամ Մանուկյանի հարցին։ Թուրքիա-Հայաստան երկխոսությունը հասունցած է բավարար չափով, որբեսի զուգահեռ այն գործընթացներուն, որոնք տեղի կունենան նաև ամբողջական վերջնարդյունքը այն է երկու երկիրներու միջև դիվանագիտական հարաբերություններու հաստատումը եւ սահմանի ամբողջական բացվելը, այստեղ վեճ չկա եւ մենք սա Թուրքիո մեր գործընկերներուն ալսած ենք, ասավ Միրզոյան։ Բրյուսելի մեջ կայացավ Եվրամիություն Հայաստան ուժանույթի ճանապարհներու շրջակա միջավայրի գլիմայի գործողություններու եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը գահիտնեն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներու նախարարութենեն քննարկված են ուժանույթի ճանապարհներու քաղաքացիական պաշտպանության գլիմայի եւ շրջակա միջավայրի ոլորտներեն ներզարգացումները, ինչպես նաեւ Հայաստան Եվրամիություն համագործակցության ընթացքն ու Եվրամիության աջակցության ծրագիրները։ Հայկական պատվիրակությունը գլխավորեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներու նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան։ Կողմերը վերահաստատած են իրենց հանձնառությունը շարունակելու եւ խորացնելու Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը ուղղված գայուն զարգացման խթանման, համագարկված կարողություններու ամրապնդման եւ դարաձաշրջանային թիմագայունության բարձրացման։ Տեսփան Նարեկ Մգրտչյան հանդիպում ունեցավ Ջորջթաուն համալսարանի խումբ ուսանողներուն հետ, ներկայացուց Հայաստան-Ամերիկայի երկկողմ հարաբերություններու ընթացիկ օրագարկը, պատասխանեց ուսանողներուն հետաքրքրող հարցերուն, այդ մասին գայտնեն Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփանադունեն։ Հանդիպման շրջանակներեն ներս տեսփան Մգրտչյան անդրադարձավ թրիփ նախաձեռնության, ընդգծելով հաղորդակցության, արևդուրի եւ փոխկապակցվածության նոր ջամփաներու զարգացման կարեւորությունը։ Մանրամասնություններ ներկայացուց Հայաստան-Ամերիկայի երկկողմ հուշակիրներու եւ ադոնց կորզնական նշանակության մասին անդրադարձավ նաև համագործակցության հնարավորություններուն արհեստական բանականության, գիսահաղորդիչներու կարողություններու զարգացման ոլորտներու մեջ։ Հանդիպման ավարտին տեսփանը պատասխանած է ուսանողներու հարցերուն, որոնք կվերաբերեին հայ-ամերիկյան քաղաքական եւ տնտեսական հարաբերություններուն, տարածաշրջանային զարգացումներուն, հայ համայնքին, արհեստական բանականության գիրառման հերանեկարներուն եւ այլ հարցերու։ Իսլամական հեղափոխության բահբաններու ստորաբաժանում հայտարարած է, որ հրթիռային հարված հասցուցած է Դիմոնայի շրջանին, որոնքով կգտնվի Իսրայելի հիմնական հյուրեական գայանը, ինչպես նաև Գարմիր ծովու ափին Իսրայելի Էլիատ քաղաքին եւ դարաձաշրջանի մեջ քանի ամերիկյան ռազմագայաններում։ Այս մասին հայտարարած է Իսլամական հեղափոխության բահբաններու ստորաբաժանումը։ Ըստ հաղորդակցության իրականացված քրոհներու արդյունքով նշված կառույցները ճշգրիտ խոցված են բազմալիցկային հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով, թե հատկապես ինչ կառույցներ ծիրախավորված են Իրանի կողմեն արձակված հրթիռներու եւ անօդաչու թռչող սարքերու կողմեն, մամլո հաղորդակցության մեջ չէ նշված։ Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը օրվան սկիզբը արդեն 6-րդ անգամ նախազգուշացուցած է Իրանի տարածքեն հրեական պետության ուղղությամբ հրթիռային արձակման մասին։ Համապատասխան տեղեկությունը զինվորականներ հրաբարացած են իրենց տելեգրամյան ալիքին։ Իսրայելի լրատվամիջոցներու տվյալներով հրթիռները դրած են երկրի հարավային մասի ուղղությամբ։ Իսրայել հարվածներ հաստուցած է Բեյրութեն 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բշամուն քաղաքի բնակելի շենքի վրա, որուն հետևանքով առնվազն 2 զոհ եւ 5 վիրավոր կա։ Այս մասին հաղորդե The Associated Press գործակալությունը հղում ունելով Լիբանանի առողջապահության նախարարության։ Հարվածի ենթարկված շենքի մեջ հրթիռ բռնկած է, բացի այդ Իսրայել հարվածներ հաստուցած է Լիբանանի հարավին, թիրախավորելով գազի լցակայանը, որտեղ խոշոր հրթիռ բռնկած է։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աուն հայտարարած է, որ երկիրը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցություններու, ան նաև խոստացած է, որ Հեզբոլլա շարժումը կզինաթափվի։
Ռուսաստան պատրաստակամություն հայտնած է օգնելու Իրանի շրջագամարտության ղեկավարման հարցով, այս մասին հայտնած են Ռուսաստանի արտաքին գործոստ նախարարութենեն Ռուսաստանի արտաքին գործոստ նախարար Սերգեյ Լավրովի եւ անոր եգիպտացի գործընկերոջ միջև բանակցություններն հետո։ Նշված է, որ Ռուսաստանի եւ Եգիպտոսի արտաքին գործոստ նախարարները քննարկած են Իրանի մեջ Ամերիկայի եւ Իսրայելի պատերազմի հետևանքով Պարսից ծոցի տարածաշրջանի մեջ ռազմական քաղաքական իրավիճակի աննախադեպ սրման հետ կապված հարցեր։ Լավրով հաստատած է Ռուսաստանի պատրաստակամությունը համապարփակ օգնություն ցուցաբերելու մերձավոր արևելքի մեջ արգա հագամարտությունները խաղաղ ջամփով լուծելու հարցով, ըսված է հանդիպումեն հետո նախարարության գայքի մեջ հրապարակված հայտարարության մեջ։ Կոլոմբիայի մեջ ռազմական օդանավ մվերելքի ժամանակ վթարի ենթարկված է, որում պատճառով 66 անձ զոհված է, 4 անձ անհետ կորած կհամարվի։ Ըստ Կոլոմբիայի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսի, վթարը տեղի ունեցած է, երբ օդանավը վերել կգադարեր Պուերտո Լեգիսամոեն, Պերուի հետ սահմանին։ Հրշեջներն մեկը ասաց է, որ թրիչկուղի վերջավորության օդանավը հավանաբար ինչ-որ փախում ունեցած է եւ ինգած։ Վթարեն հետո հրթեհ բռնկած է, ապա պայթած են օդանավի մեջ գտնվող բայթուցիկները։ Հայաստանի Սփյուռքի գործերու գլխավոր հանձնագետարի Քրասենյակը հայտարարեց Սփյուռքի երիտասարդ տեսփաններ 2026-27 թվականներու ծրագիրի թիմումները ընդունելու մասին։ Ծրագիրին կրնան թիմել Սփյուռքի մեջ բնակող 20-30 տարեկան երիտասարդներ, որոնք աշխուժ համայնքային գործունեություն կծավալեն։ Թիմումներու ընդունման վերջնաժամկետն է մայիս 1-ը։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։